Բարև ձեզ, դուք միացել եք Glendale Newsroom-ին։ Ես Ալլա Դավթյանն եմ եւ ինչպես միշտ ձեզ կպատմեմ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող ամենակննարկվող իրադարձությունների մասին։ Չմոռանաք լայքել տեսանյութը եւ մեկնաբանություններում գրել, որտեղից եք հետեւում մեզ։ Այս պարզ քայլերը օգնում են YouTube-ի ալգորիթմին ավելի շատ հայերի ցուցադրել այս տեսանյութը եւ ցույց են տալիս ձեր գնահատականը մեր կատարած աշխատանքի համար։ Անցնենք այսօրվա թեմաներին։ Եթե շատդաունի հետևանքով թռիչքների անվտանգությունը վտանգվի, ԱՄՆ-ում օդային հաղորդակցությունը կարող է ամբողջությամբ դադարեցվել։ Տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ պատրաստ է ժամանակավորապես փակել երկրի օդային տարածքը, եթե իրավիճակը շարունակի վատթարանալ։ Նրա հայտարարությունը արվել է այն բանից հետո, երբ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը զգուշացրել է, որ աշխատակազմի պակասի պատճառով թռիչքների վերահսկումն ավելի դանդաղ եւ անկայուն է դարձել։ Շատ ավիադիսպեչերներ այժմ շարունակում են աշխատել առանց վարձատրության, ինչի հետևանքով աճում են ուշացումները եւ վտանգվում է օդային երթևեկության անվտանգությունը։ Ըստ վերջին տվյալների, միայն ուրբաթ օրը ԱՄՆ-ում ավելի քան 6200 չվերթ է ուշացել, իսկ մոտ 500 թռիչք չեղարկվել է։ Մասնագետները զգուշացնում են, որ եթե ֆինանսավորման խնդիրը չլուծվի, առաջիկա օրերին երկիրը առաջին անգամ կարող է կանգնել լայնածավալ ավիացիոն ճգնաժամի առջև։ Ֆեդերալ քննչական բյուրոն Միչիգանում կանխել է ահաբեկչական հարձակման փորձ, որը նախատեսված էր Հելլոուինի օրը եւ ոգեշնչված էր իսլամական պետության գաղափարներով։ Ձերբակալվել են երկու ամերիկացի քաղաքացիներ՝ 29-ամյա Մոհամեդ Ալին եւ 32-ամյա Մաջեդ Մահմուդը, ովքեր իրենց ծրագիրը անվանել էին «Դդմի օր»։ Նրանք տոնակատարության ժամանակ նախատեսել էին զանգվածային հրաձգություն կազմակերպել։ Հետաքննության տվյալներով կասկածյալները ձեռք էին բերել հրացաններ, ավտոմատներ եւ արագ արձակման մեխանիզմներ։ Նրանք 3 այլ անձանց հետ մարզվել են հրաձգարաններում եւ գաղտնի չաթերում տարածել իսլամական պետության քարոզչական նյութեր ու հարձակման կոչեր։ Քննչական բյուրոյի խոզարկությունների ընթացքում առգրավվել են մի քանի ավտոմատներ, ատրճանակներ, ծրահաբաճկոններ եւ ավելի քան 1600 փամփուշտ։ Երկու կասկածյալները կալանքի տակ են եւ մեղադրվում են ահաբեկչական գործողություն կազմակերպելու փորձի մեջ։ Դոնալդ Թրամփի վարչակազմը գործող ածխային էլեկտրակայանների արդիականացման եւ դրանց շահագործման ժամկետի երկարացման համար նախատեսում է հատկացնել $100 միլիոն։ Ինչպես հայտնել է ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը, գումարը կուղղվի կայանների վերակառուցման եւ տեխնիկական թարմացման ծրագրերին, արդյունավետությունն ու շահութաբերությունը բարձրացնելու նպատակով։ Թեև ԱՄՆ-ում ածխի օգտագործումը շարունակաբար նվազում է դեռ 2007 թվականից եւ ներկայում ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի մոտ 16%, այդուհանդերձ Թրամփի վարչակազմը շարունակում է պաշտպանել ոլորտը, մեղմելով բնապահպանական սահմանափակումները եւ հրահանգելով պահպանել գործող կայանները։ Էներգետիկայի նախարարը ընդգծել է, որ այս ծրագիրը Թրամփի էներգետիկ քաղաքականության մաս է կազմում եւ սա անսպասելի որոշում չէ։ Կալիֆոռնիայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով հնդիկ վարորդը ազատվել է թմրանյութերի ազդեցությամբ վարելու մեղադրանքից։ Սան Բեռնարդինոյի դատախազությունը հաստատել է, որ 21-ամյա տղամարդու արյան մեջ թունաբանական փորձաքննությունը չի հայտնաբերել որևէ արգելված նյութ։ Նա մեղադրվում է մարմնական վնասվածքների պատճառ դառնալու եւ 3 մարդու մահվան գործով։ Քննության տվյալներով նա չի հասցրել արգելակել եւ բախվել է առաջ շարժվող մեքենային, առաջացնելով շղթայական վթար, որի հետևանքով 3 մեծահասակ է մահացել։ Ներքին անվտանգության նախարարությունը պնդում է, որ տղամարդը ապօրինի ներգաղթյալ է, ով անցել է ԱՄՆ սահմանը 2022 թվականին, սակայն Կալիֆոռնիայի իշխանությունները հերքում են դա, նշելով, որ նա ունի օրինական աշխատանքի թույլտվություն եւ Real ID, որը հաստատում է նրա կարգավիճակը։ Վարորդը մնում է կալանքի տակ։ Սպիտակ տանը կրկին վերսկսվել են էքսկուրսիաները։ Սկսած դեկտեմբերի 2-ից այցելուները կկարողանան մասնակցել բաց տուրերին, որոնք ավանդաբար անցկացվում են տոնական սեզոնի ընթացքում։ Հյուրերը հնարավորություն կունենան շրջել Սպիտակ տան պատմական ներկայացուցչական հարկում եւ տեսնել հայտնի ամանորյա ձևավորումները։ Այցը պետք է նախապես ամրագրվի, հայտ ներկայացնելով կոնգրեսականի կամ սենատրի կայքում։ Գրանցումները արդեն բաց են, իսկ դեկտեմբերի այցելությունների օրերը կհայտարարվեն յուրաքանչյուր տուրից 30 օր առաջ։ Հունվարի տուրերի ամրագրումները կընդունվեն դեկտեմբերին։ Կազմակերպիչների խոսքով Սպիտակ տունը ներսից բացառիկ պատմական միջավայր ունի եւ յուրաքանչյուր սրահ արտացոլում է երկրի քաղաքական եւ մշակութային պատմության տարբեր էջեր։ Այցի պայմանների ու գրանցման լրացուցիչ մանրամասները հասանելի են Սպիտակ տան պաշտոնական կայքում։
Մինչև թողարկման մյուս նորություններին անցնելը տեսնենք, թե ինչ է հրապարակվել մեր Facebook-յան էջում։ Հանկարծակի ջնջելով իր Instagram-ի էջը երգչուհի Բրիթնի Սփիրսը ուշադրության կենտրոնում է հայտնվել։ 43-ամյա Սփիրսը վերջին շաբաթներին հրապարակել էր մի շարք անհանգստացնող կադրեր, ցույց տալով կապտուկներ եւ պատմելով սանդուղքից ընկնելու մասին։ Իսկ նրա էջի անհետացումը համընկել է նախկին ամուսնու Քևին Ֆեդերլայնի նոր հիշողությունների գրքի հրատարակության հետ, որտեղ նա երգչուհուն մեղադրել է բռնության եւ անսովոր վարքի մեջ։ Սփիրսը հերքել է բոլոր մեղադրանքները եւ խոստովանել, որ իրեն նվաստացած է զգում որդիների հետ լարված հարաբերությունների պատճառով։ Ամերիկայում բոտոքսի պահանջարկը նոր բում է ապրում։ Axios-ի տվյալներով միլենիալները գրեթե հասել են X սերնդին բոտոքսի ներարկումների քանակին, կազմելով բոլոր նեյրոտոքսինային պրոցեդուրաների շուրջ 35%-ը։ Z սերունդը նույնպես ակտիվորեն միանում է միտմանը։ Մասնագետների խոսքով այս միտումը վկայում է, որ ԱՄՆ-ում էսթետիկ միջամտությունները արդեն շքեղություն չեն համարվում եւ դարձել են ընդունված ինքնապահպանման ձև։ Եթե ձեզ հետաքրքիր են նման նորությունները եւ ցանկանում եք մշտապես լինել տեղեկացված, ապա անպայման հետևեք մեր Facebook-յան էջին։ Մենք ամեն օր ձեզ համար պատրաստում ենք կարևոր եւ վստահելի տեղեկատվություն, հակիրճ, պարզ ու հետաքրքիր ձևով։ Կալիֆոռնիայի իշխանությունները վերջին տարիներին ավելի քան 17 միլիոն դոլար են ծախսել Լոս Անջելեսի Սան Գաբրիելի հովտում գտնվող դատարկ տների պահպանության վրա։ Այս տները գնվել էին նահանգի կողմից մայրուղու ընդլայնման ծրագրի համար, որը սակայն երբեք չի իրականացվել։ Տասնյակ շենքեր մինչ այժմ դատարկ են։ Դեռ 2020 թվականին բնակարանային ակտիվիստները ներխուժել էին մի շարք դատարկ տներ, պահանջելով, որ դրանք օգտագործվեն անօթևանների համար։ Դրանից հետո նահանգային իշխանությունները ուժեղացրել են վերահսկողությունը, պայմանագրեր կնքելով մասնավոր անվտանգության ընկերությունների հետ եւ տարածքում ավելացրել ոստիկանության հերթապահությունը։ Պաշտոնյաները պնդում են, որ այս ծախսերը անհրաժեշտ են պետական գույքը պահպանելու եւ անվտանգության ռիսկերը նվազեցնելու համար։ Սակայն քննադատները նշում են, որ այս քաղաքականությունը ցույց է տալիս նահանգի սխալ առաջնահերթությունները։ Ակտիվիստների խոսքով Կալիֆոռնիան պատրաստ է միլիոններ ծախսել դատարկ տները պաշտպանելու վրա, սակայն դեմ է անօթևաններին այնտեղ տեղավորելուն։ Ըստ ընդդիմադիրների, սա վկայում է սոցիալական ճգնաժամի հանդեպ իշխանությունների անարդյունավետ վերաբերմունքի մասին։ Ըստ Guardian-ի հրապարակման BBC-ն ձևափոխել է Դոնալդ Թրամփի 2021 թվականի հունվարի 6-ի ելույթի ձայնագրությունը։ Ըստ BBC-ի ձայնագրության թվում է, թե Թրամփը ուղղակիորեն բռնության կոչ է անում։ Հրապարակման մեջ նշվում է, որ հանրային միջոցներով ֆինանսավորվող հեռուստաալիքը իր վավերագրական ֆիլմում իրար է միացրել Թրամփի տարբեր հատվածների խոսքեր, փոխելով դրանց հերթականությունը եւ իմաստը։ Այս տարբերակում հնչում է մի նախադասություն, որը երբեք այդպես չի ասվել։ Մենք կգնանք Կապիտոլիում, ես ձեզ հետ կլինեմ եւ մենք կպայքարենք։ Մենք կպայքարենք ամբողջ ուժով եւ եթե չպայքարեք, այլևս երկիր չունեք։ Փաստաթղթերի համաձայն իրական ելույթում այս երկու արտահայտությունները հնչել են միմյանցից 39 րոպե տարբերությամբ։ Թրամփի կողմնակիցները պնդում են, որ այս մոնտաժը կանխամտածված է արվել։ BBC-ն առայժմ պաշտոնական մեկնաբանություն չի տվել։ Սահմանափակվելով մի նախադասությամբ, ֆիլմը արտացոլել է իրադարձությունների տրամադրությունը, այլ ոչ թե ամբողջական ելույթի բառացի ընթացքը։ Թրամփը CBS News-ի 60 րոպե ծրագրում հայտարարել է, որ հաշված օրեր են մնացել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանության համար։ Թրամփը ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում պատերազմ սկսել Վենեսուելայի հետ, սակայն պաշտպանել է Կարիբյան ծովում վերջին ռազմական գործողությունները, մեղադրելով Մադուրոյի վարչակարգին ամերիկյան տարածք հանցագործներ ուղարկելու մեջ։ Նրանք մեզ շատ վատ են վերաբերվում։ Խնդիրը միայն թմրանյութերը չեն։ Նրանք ազատ են արձակել 100 հազարավոր բանտարկյալների եւ ուղարկել մեր երկիր։ Նրանք բաց թողեցին ոչ միայն իրենց բանտերի դռները, այլև հոգեբուժարանները, ուղարկելով այդ մարդկանց Միացյալ Նահանգներ, օգտվելով Ջո Բայդենի պատմության ամենավատ նախագահի թուլությունից։ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործողությունները նպատակ ունեն զսպել Վենեսուելայի ռեժիմը եւ կանխել հանցագործների ու ապօրինի ներգաղթյալների հոսքը։ Նրա խոսքով Մադուրոյի իշխանությունը մոտ է ավարտին, իսկ քաղաքական փոփոխությունն արդեն անխուսափելի է։ Իլոն Մասկը հայտարարել է, որ նախատեսում է ստեղծել թռչող Tesla Roadster սպորտային էլեկտրամեքենայի մոդիֆիկացիա, որը կկարողանա բարձրանալ գետնից եւ մի քանի վայրկյան հավասարակշռություն պահպանել օդում։ Նրա խոսքով մեքենան կունենա ռեակտիվ շարժիչային համակարգ, որը թույլ կտա բառացիորեն թռչել եւ մեծ արագություն զարգացնել առանց ավանդական թևերի։
Սակայն մասնագետները կասկածում են նախագծի իրագործելիությանը, նշելով, որ նման տեխնոլոգիան կպահանջի չափազանց թեթև նյութեր, գերհզոր մարտկոցներ եւ անվտանգության նոր ստանդարտներ, որոնք ներկայում չեն օգտագործվում սովորական ավտոմեքենաների արտադրությունում։ Մասկը վստահեցնում է, որ այս գաղափարը կցուցադրի Տեսլայի տեխնոլոգիական հնարավորությունների սահմանները եւ կդառնա ընկերության նորարարական կարողությունների խորհրդանիշը։ Սակայն դեռևս պարզ չէ, երբ կամ արդյոք թռչող Roadster-ը երբևէ կհասնի սերիական արտադրության, թե ոչ։ Բիլ Գեյթսը հայտարարել է, որ կլիմայի փոփոխությունը չի դառնա մարդկության կործանման պատճառը, հակադրելով իր գնահատականը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի նախազգուշացմանը։ Microsoft-ի հիմնադիրն ընդգծել է, որ կլիմայական փոփոխությունները թեև լուրջ են եւ հատկապես կազդեն աղքատ երկրների վրա, բայց չեն հանգեցնի համաշխարհային կյանքի փլուզման։ Մարդիկ կշարունակեն ապրել եւ զարգանալ երկրի գրեթե բոլոր շրջաններում, ասել է Գեյթսը։ Նրա կարծիքով պետությունները պետք է կենտրոնանան ոչ թե միջին ջերմաստիճանի նվազեցման, այլ մարդկանց կյանքի որակի բարելավման վրա, զարգացնելով առողջապահությունը, էներգետիկ համակարգերը եւ աղքատության հաղթահարման ծրագրերը։ Գեյթսը նշել է, որ կլիմայի քաղաքականությունը հաճախ չափազանցվում է եւ օգտագործվում է քաղաքական նպատակներով, մինչդեռ առաջնային խնդիրները սոցիալական եւ հումանիտար բնույթ են կրում։ Ալբուքերքի, Բոստոնի, Չիկագոյի եւ Սան Ֆրանցիսկոյի իշխանությունները դատի են տվել Դոնալդ Թրամփի վարչակազմին, վիճարկելով նոր կանոնը, որը սահմանափակում է պետական ծառայողների ուսանողական վարկերի ներման հնարավորությունը։ Գործը վերաբերում է Public Services Loan Forgiveness ծրագրին, որը թույլ է տալիս պետական ոլորտի աշխատողներին, ուսուցիչներին, բժիշկներին, հրշեջներին եւ ոստիկաններին 10 տարվա ծառայությունից հետո ազատվել ուսանողական պարտքերից։ Քաղաքապետերը պնդում են, որ այս նախաձեռնությունը կվնասի պետական աշխատողներին, զրկելով նրանց արդարացի արտոնություններից եւ խորացնելով հանրային ոլորտում մասնագետների պակասը։ Կրթության նախարարությունը հերքել է մեղադրանքները, ընդգծելով, որ փոփոխությունները նախատեսված են պետական միջոցների չարաշահումը կանխելու եւ ծրագրի թափանցիկությունը բարձրացնելու նպատակով։ Ամուսնալուծությունը Միացյալ Նահանգներում շարունակում է մնալ հասարակական կյանքի կարևոր ցուցիչներից մեկը, արտացոլելով ինչպես տնտեսական, այնպես էլ մշակութային փոփոխությունները։ Վերջին տասնամյակների ընթացքում ամերիկյան ընտանիքների կառուցվածքը զգալիորեն փոխվել է։ Մարդիկ ավելի ուշ են ամուսնանում, հաճախ նախընտրում են համատեղ կյանք առանց պաշտոնական ամուսնության, իսկ ամուսնալուծությունների քանակը տարիների ընթացքում աստիճանաբար նվազում է։ Ամուսնալուծությունների թիվը վերջին 2 տասնամյակներում ԱՄՆ-ում զգալիորեն նվազել է։ 2023 թվականին յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով երկրում արձանագրվել է միջինը 2.4 ամուսնալուծություն, մինչդեռ 2000 թվականին այդ ցուցանիշը մոտ 4 էր։ Այլ կերպ ասած, եթե քաղաքում ապրում է 1 միլիոն մարդ, ապա այդտեղ տարեկան միջինը կլինի մոտ 2400 ամուսնալուծություն։ Ըստ պաշտոնական տվյալների, 2023 թվականին գրանցվել է շուրջ 670,000 ամուսնալուծություն։ Սոցիոլոգիական ուսումնասիրությունները սակայն նշում են, որ ընդհանուր առմամբ մոտ 1.8 միլիոն ամերիկացի է բաժանվել, հաշվի առնելով, որ յուրաքանչյուր ամուսնալուծությունը վերաբերում է 2 անձի։ Սա ցույց է տալիս, որ ամուսնալուծությունը դեռ լայն տարածում ունի, թեև ընդհանուր միտումը վերջին տարիներին նվազում է։ Եթե դիտենք ամուսնացած կանանց, ապա 2024 թվականին յուրաքանչյուր 1000-ից ամուսնալուծվել է 14.2-ը, ինչը փոքր անկում է նախորդ տարվա համեմատ։ Կորոնավիրուսի պանդեմիայի տարիներին ամուսնալուծությունների թիվը կտրուկ նվազեց։ 2020 թվականին այն ընկավ 2.3, իսկ 2021-ին փոքր-ինչ բարձրացավ եւ 2023-ին կայունացավ 2.4 մակարդակի վրա։ Այսինքն պանդեմիայից հետո ամուսնությունների թիվը վերականգնվել է։ Այս միտումը շատ վերլուծաբաններ կապում են տնտեսական անորոշության եւ ընտանեկան արժեքների վերանայման հետ։ Սա նշանակում է, որ ամերիկյան հասարակության մեջ ամուսնության ինստիտուտը դեռ կայուն է։ Թեև բաժանումները մնում են սովորական երևույթ, դրանց հաճախականությունը տարեցտարի նվազում է, ցույց տալով, որ ամերիկացիները ավելի ուշադիր են մոտենում ընտանեկան որոշումներին։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հղումով, որը կհայտնվի ձեր էկրանին։ Իդեպ երեք պատմել էինք Նյու Յորքի Times Square-ի պատմության մասին։ Այնպես որ անցեք հղումով եւ դիտեք հետաքրքիր տեսանյութը։ Ցանկանում եմ նշել, որ մեր թիմը բարձր է գնահատում ձեր լայքերն ու աջակցությունը։ Դա իսկապես օգնում է նախագծի առաջխաղացմանը։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Կհանդիպենք վաղը ժամը 5:30-ին։ Ցտեսություն։